Բարև ձեզ նորից բարեկամներ, ողջունում եմ բոլոր մեր ունկնդիրներին եւ Փակ TV-ն շարունակում է իր ծրագրերը։ Ավանդույթի համաձայն այսօր փորձել ենք հերթական ուղիղ կապը հաստատել նաեւ Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, բայց մինչև կապը կհաստատվի, ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն դարել մեր հետևորդները, անպայման բաժանորդագրվեք փաստերի անակնկալների եւ իհարկե ինքնատիպ կարծիքների հերոստալիքին։ Ինձ արդեն ասում են, որ կապը Վարդան Ղուկասյանի հետ կա եւ հաճույքով սկսում եմ մեր հերթական ուղիղ կապը նրա հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ողջ ենք, դուք ասեք, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Ես նույնպես վատ չեմ զգում եւ հատկապես ուրախ եմ մեր հերթական կապի համար։ Անցնեմ հարցերին, որտեղ ասեմ, որ այսօր էլ մեր ունկնդիրներից շատերը ձեզ համար մի շարք հարցեր են ուղղել եւ կարծում եմ այդ հարցերի պատասխանը նրանք կստանան։ Տեսեք, դուք հաճախ խոսում եք համակարգը մաքրելու մասին, որն է այն կոնկրետ որոշումը, որ կստիպի հասարակությանը հասկանալու, որ 5 կանոնները վերջացել են։ Այդ լավ է, որ դուք լավ եք։ Ուրեմն, գիտեք ինչ, որն այն կանոնները, թիմը, ախր, գիտեք ինչ, տենց հարցը, պարոն Ղուկասյան, երևում է, որ չեմ ուզում վիրավորացել եմ, որովհետև չգիտեմ, ինձ շատ շուտ տեղանում են մարդիկ, բայց հարցը երևում է, որ ոչ պրոֆեսիոնալ մարդ է տալիս, որովհետև երբ որ մենք ասում ենք մաքրել համակարգը, դա նշանակում է բառեզբոնի մասով մաքրել համակարգը։ Հիմա ես բերեմ մի հատ օրինակ, որ ինձ ավելի ժողովրդական լեզվով, հա, եթե դեմ չեք հասկանալու։ Օրինակ, ինչ էր անում Գասպարյան Վովան։ Երբ որ եկավ նստավ MVD-ի մինիստրը, ինքը ասում էր ես կոռուպցիան արմատվախիլ պիտի անեմ, են պիտի անեմ, սե կոռուպցիա չկա, փողվեկալողի մերը, տվողի մերը, անողի մերը։ Բայց խոսակցությունից անմիջապես հետո ինգել Արշակ Հակոբյանի դռան մոտ գոյանում էր հերթ։ Միլպետը գալիս է, ովքեր որ Երևան քաղաքի միլպետ էին ուզում, տալիս էին 30, 40, 50 հազար դոլար, ռայոնի միլպետը դարանը 20 հազար դոլար, Վարշավյան պետ 100-150 հազար դոլար, եւ այլն եւ նշանակում էին։ Դա չի լինելու։ Այսինքն Սենց օրինակ բերեմ, Վարդան Ղուկասյանի MVD-ի մինիստրը կամ ՊՆ-ի մինիստրը ինքը վերցնելու է համապատասխան մարդկանց անձնական գործերը, գալու է ինձ մոտ եւ ասելու է այս պաշտոնի վրա սրան ենք ուզում նշանակենք, այս պաշտոնի վրա սրան ենք ուզում նշանակենք, ես էլ կասեմ հələ մի րոպե, ուրիշ տեխնացուներ դուք չունեք, ընկեր կadrերի գլխավորությամբ, հələ բերեք նայենք։ Եվ համապատասխան ֆիլտրացիան լինելու է համատեղ, այսինքն որ այդտեղ փող չֆռա, որ բերի ասեք, ես սրան եմ ուզում նշանակեմ, ես կասեմ լավ ես ուզում անես, հələ մի հատ ուր մենք դրանք ուրիշը կա թե չկա, կամ հենց նույնը դատավորների բան վերաբերյալ, կամ սենց օրինակը բերեմ, Սաակաշվիլին ինչ արեց, վերցրեց, մի օրվա մեջ ինչքան ոստիկանապետեր կար, սաղին գործից հանեց, դրային ամենատակինին բերեց դրեց վերևը, 3 ամիս հետո մյուսներին հանեց, նորից հանեց, այսինքն այդ պիտի մաղվի, պրոցեսը պիտի մաղվի, երբ որ բերեմ MVD-ի վրով օրինակը, ընկեր միլպետը, ընկեր գայշնիկը, հիմա գայշնիկ չկա, պատրոլա, ընկեր օպերգծով տեղակալը, կներեք, փող չի տալիս, այլ ուղղակի նշանակվում է, ինքը էլ փող գրպելու միտումը չունի, այսինքն եթե դու փողով ես մարդու նշանակը, ոնց օրինակ են Եղիշին գայի պետ 100,000 դոլար ձեռից վերցել էին, որ թողային գայի պետ գնաց հատախազություն հաղորդում տվեց, հակասան գործառույթեց, վերջում կուլուրին մսրեց, հակասան իա կամակը վերընկավ տեղը։ Եթե քեզանից փող չեն վերցնում, եթե կովզին նալոգ չեն դնում, դու չես կարա վերցնես, չես վեկալի։ Բայց այս բոլոր մարդիկ, որոնք որ հիմա ընկել են մեդան քոչանականներ, եսի միջական, դրանք բոլորը այդ սիստեմով են աշխատել։ Դու դնում ես քո ենթակայի վզին նալոգ, քո ենթական պիտի վերցնի, քեզի տալ մի բաների անպայի, որ իա տված փողը հանի։ Բայց եթե դու մարդուն վերցնում ես կadrերի ռեզերվից, ակադեմիայից, կամ հենց տեղում վերջ լավ աշխատանքի համար նշանակում ես համապատասխան պաշտոնի ու ասում ես ես քեզից փող վեկալ եմ, չէ, դու վեկալած, ադե դիրուր եմ տալու, բրցավ։
այդ ձեր պետքա դեմը առծվի։ Իսկ ոչ մեկ էսո դրա մասին չի խոսում, մենակ աթոռի կռիվն են անը։ Մենակ աթոռ։ Հենց ուզեն դառնան էտա վարչապետ։ Ինչ թար ետ չկինավ։ Ասեք առաջ։